առաջադրել։ Սարիկ Մինասյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, եւ պրայմերիզին հատես, բայց Նարեկ ջան, թվականներից, հա։ Եվ ինչ կա հին ու նորը որպես այդպեսին ես չեմ հասկանում այդ բաժանարակից։ Բոլոր կուսակցական անդամները ժամանակի ընթացքում ինչ որ մի պահի են դառնում կուսակցության անդամ։ Չկա շատ քիչ կորիզ կա կուսակցության, որը որ հիմնադիր անդամ է համարվում կուսակցության։ Չգիտեմ։ Գյումրեցիները այլ կերպ գտան, ուրիշ բան որոշեցին, տարբեր մարդկանց տարբեր պաշտոններում տեսան, մեկին տեսան որպես օրինակ համայնքապետի թեկնածու, մեկին տեսան որպես, չգիտեմ, պատգամավոր գործող շատ լավ, մյուսին տեսան, չգիտեմ, այլ պաշտոնում որպես այդպեսին։ Չլսեցի, ինչ։ Նիկոլ Փաշինյանն է նշանակել համայնքապետ։ Չասեմ համայնքապետի թեկնածու եւ ժամանակավոր պաշտոնակատար, ինչը եւ որոշվել է ընտրությունների միջոցով, պրայմերիզի միջոցով։ Այդ պրայմերիզին իհարկե կարելի է 1000 հատ անուն կպցնել, ինչը եւ շատ հաճախ անում են, բայց ես վստահեցնում եմ, ուղղակի Հայաստանի Հանրապետությունում չկա երկրորդ կուսակցությունը, որը սրա 10%-ի չափով ինչ որ ժողովրդավարական process-ով գեներացնի իր S կամ N տեխնացուին։ Հա մենք ունենք որոշակի թերություններ, գուցե պրայմերիզի ինստիտուտը որոշակի լավարկման տեղ ունի, բայց միանշանակ է, որ այս տեսակ ժողովրդավարական մեխանիզմով տեխնացուի ընտրություն ոչ մի ուրիշ կուսակցություն Հայաստանում չի։ Լսել եմ, որ 26 թվականի վարչապետի ընտրություններից առաջել եք պրայմերիզ անցկացնելու, հա, ժողովրդի շրջանում։ Արդյոք Նիկոլ Փաշինյանին առաջադրել վարչապետի տեխնացու։ Հետաքրքիր միտք եք ասում, Նարեկ ջան։ Տեսեք, մենք դրա փոխարեն կունենանք համաժողով, որի ընթացքում մեր կուսակցության անդամները կձևավորեն մեր ընտրական ցուցակը։ Այդ թվում եւ ցուցակի առաջին, այդ թվում եւ ցուցակի առաջին համարը, որը եւ կենթադրվի։ Նարեկ ջան, եթե ուզում եք, դուք կարող եք ինքնուրույն այդ պրայմերիզը անցկացնել։ Դա օրենքով է կարգավորվում, թե ինչպես պետք է ձևավորվի կուսակցության նախընտրական ցուցակը։ Նա ընտրական օրենսգրքով եւ եթե չեմ սխալվում, կուսակցությունների մասին օրենքով, սա օրենքով կարգավորված հստակ մեխանիզմ է, որ կուսակցությունը իր ներսում պետք է անի ընտրություն։ Եթե այդքան վստահ եք, որ իշխող թիմն է հաղթելու, այդ դեպքում ինչու է դուք ասում եք, որ ժողովուրդը մեր հետ է եւ այլն։ Ամեն դեպքում ձեզ համար ժողովուրդը կգնա եւ կորոշի ով ալինը կներեք էլի այդ Սերժ Սարգսյանական մոտիվները, թե 100-ից 80 խփեմ, 60 խփեմ, 70 խփեմ, այդ մեզ մի վերագրեք։ Վստահ եք, որ ժողովուրդը ձեր կողմից է ասում, ինչու է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորը նման վիրավորական արտահայտություններ անում ընդդիմադիր տեխնացուների նկատմամբ։ Սա որքանով է տրամաբանության։ Ով է անում, ինչ է անում, ծաղրացու եւ այլն։ Ես ինչքան գիտեմ, ձեր նշած, ես ինչքան գիտեմ այդ պիտակների հասցեատերը, պիտակների հասցեատերը ինքը առաջինն է վիրավորական խոսույթ մտցրել Քարոզ Արշավի բոհ, որպես այդպեսին, եթե չեմ սխալվում, մեր գործընկերները ընդամենը արձագանքել ու պատասխանել են դրան, գուցե եւ ինչ որ բայ տրվելով այդ սադրանքին, ինչը պետք չէր անել միանշանակ, բայց շատ ողջունում եմ, որ դուք դատապարտում եք այդ պիտակավորումները, վստահ եմ նույն ջանասիրությամբ նաեւ հենց ձեր նշած պիտակների արժանացած գործչին այդ մասով հարցեր կտակ, թե ինչի մտավ Քարոզ Արշավ այդ խոսույթով, որով որ մտավ, ու նաեւ կհարցնեք նույն հարցերը, օրինակ, չգիտեմ, մյուս տեխնացուներից, օրինակ Վարդան Ղուկասյանից, ով ինչ որ տենց կիսաքրեական խոսույթով մտել անդրապայքարի մեջ ամենավերջին վիրավորանքներով եւ մնացածներով, Վարդանիկի մասին է խոսքը։ Պարոն Ալեքսանյան, վերջին շրջանում դարձյալ ակտիվացել են թեզերը, խոսակցությունները, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, այստեղ հանրապետականները մեղադրում են ըստ էության որոշակի առումով Քոչարյանականներին ավելի շատ հանրապետականներին, այսինքն ով էր մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանը Տեսեք, հենց այստեղ է կայանում են ֆենոմենը, որ ոչ հանրապետականը, ոչ Քոչարյանականները այլևս երբեք Հայաստանում չեն լինելու իշխանություն։ Այդ ֆենոմենը կայանում է նրանում, որ իրանք այդպես էլ չեն հասկացել, թե ով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, ու բերեց ժողովուրդը։ Իրանք այդ ֆենոմենը մինչև հիմա չեն հասկանում, որ ուղղակի մարդիկ այդպես որոշեցին, քաղաքացիները 100 հազարավորներով դուրս եկան փողոց ու որոշեցին այդպես։ Բայց Բագրատ Միկոյանն ասում է, եթե Բագրատ Միկոյան, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն ասում է, եթե 2018-ին Ռոբերտ Քոչարյանը լիներ իշխանության, ինքը իշխանությունը չէր հանձնի այս
իշխանությանը։ Դե նորից եմ ասում, հենց խնդիրը կայանում է նրանում, որ ոչ հանրապետականները, ոչ քոչայանականները այդպես էլ չեն հասկանում, որ իշխանություն հանձնող չհանձնողը իրանք չեն, իշխանություն տվող չտվողը իրանք չեն, իշխանության տվող մի մարմին կա Հայաստանի Հանրապետությունում ու դա ժողովուրդն է։ Ու քանի դեռ իրանք շարունակեն դա չհասկանալ, իրենց այդ ձախողումների շղթան շարունակվելու է, իրանք շարունակելու են իրար գլխի տարատեսակ բաներ ջարդել։ Օրինակ ձեզ ինչպես էր պահել Ռոբերտ Քոչարյանը 18 թվականի ետելիներ ղեկավար իշխանությունը, որ չտար։ Ես ինչ գործ ունեմ այդ մեկնաբանությունները տամ, տեսել ենք մի դեպք ով իրան ոնց է պահել կամ երկուսով իրար հետ մի անգամ ինչպես են պահել, բայց ես կարծում եմ, որ առհասարակ պրոգրեսը աշխարհում ինտերնետի զարգացումը բոլորի հեսա կպատասխանեմ էլի Նարեկ ջան, բոլորի գրպանում հեռախոսների արկայությունը եւ մնացածը իրականում այդ առումով որոշակի հենց ինքնին պրոգրեսը շատ ավելի դժվարացրել է նոր մարտի 1-ի կրկնությունը։ Թե չէ, որ այդպես նայ պակաս հունիսին թե հուլիսին, որ ազգային ժողովի ինչից էր պակաս։ Մի մաս լինելուց։ Ոնց էր մի մասը։ Չեք տենում ինչ միջոցներ էր կիրառում ոստիկանները։ Հա, իրոք, բանդաները կազմած, մեր գլխավորությամբ, դիմակավորված բանդաները ստորագրություններով կազմած, զինված ուժերը սահմանից հանած, բերած եկել էին ու կրակում էին մարտական փամփուշտներով, ինչ զենք հա կիրառել։ Ժողովուրդ ջան, 1000 ներողություն, հա, երբ որ ոստիկաններին հորդորեց շարժման ինչ էր, հա, առաջնորդը Սրբազան, ասեց ոստիկաններ ջան, ձեզ ոչ մեկ բան չի անելու, հանեք ձեր կասկաները, հետո այտենց մի ամուր կերպով սկսեցին եզրաքարերը ջարդել ու շպրտել ոստիկանների գլուխներին, ոստիկանությունը դիմեց միջոցների, որոշակի Թույլատրվող միջոցների զայրը 3։ Հա, իրոք խայտարակ բան տեղի ունեցավ։ Փոխեցիք օրենքը, դարձրեցիք Ընդունեցիք։ Խայտարակ բան է տեղի ունեցել, այն ոստիկանները ում գլխին նետվում էին փողոցի բորջուրից պոկված քարեր, միջոցներ են դիմել, որպեսզի իրանց գլուխը չջարդվի քարերով, խայտարակ բան է տեղի ունեցել իրոք։ Լեգիտիմացնում եք ձեր Ինչն են լեգիտիմացնում։ Զարյա է։ Նարեկ ջան, նախ ի սկզբանե մի վարքյան, չէ, մի վարքյան ես պատասխանում շարունակեմ։ Ես իմ նախորդ պատասխանը թույլ տվեք շարունակեմ։ Եթե ըստ ձեզ այդքան համադրելի բան է, Զարյա 3-ի կիրառումը մարտական փամփուշտներով քաղաքացիների ուղիղ գնդակահարության հետ, 1000 ներողություն, բայց այս խոսակցությունը ոչ մի տեղ ուղղակի չի կարա գնալ։ Չէր կարա մարդ մահանալ, եթե առհասարակ ինչ որ բան չաներ, ինչ որ մեկը միտումնավոր կերպով չուզենար, որ ինքը մահանա։ Փաշինյանը Նաիրի բժշկական կենտրոնից 18 թվականին հարցազրույց էր տալիս եւ շատ խիստ քննադատում էր Զարյա 3-ի կիրառումը։ Հիմա Դե շատ լավ, խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցի կիրառումը մի բան է, եզրաքարերով ոստիկանների գլուխ ջարդող ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցի կիրառումը լրիվ րիշ բան է։ Այդ կադրերը հստակ կան ինտերնետում, բոլորդ կարող եք տեսնել, ինչպես էին ջարդում բորջուրի քարերը եւ նետում ոստիկանների գլուխներին, որոնց որ մի քանի րոպե առաջ շարժման առաջնորդը հորդորել էր Իրոք իսկականից ոնց կարելի է ոստիկանների գլուխներին ուղված քարերը թույլ տա օգտագործել հատուկ միջոց, ֆանտաստիկ բան, աշխարհում չտեսնված բան, որ մի երկրում էր կարելի։ Տվեց ոստիկաններին ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով եւ ոստիկանություններն անցան գործի։ Նարեկ ջան, ոստիկաններին դուղ տալ չգիտեմ պետքա թե պետք չի, բայց ինձ թվում է բոլորս գոնե համակարծիք ենք, որ բորջուրի քարերը ոստիկանների գլուխին նետելը առհասարակ անթույլատրելի բան է։ Ու 2018-ի հետ ձեր համեմատությունը հենց այդտեղ էլ ջարդվում է։ 2018-ը իր ամբողջ առաջի օրվանից մինչև վերջի օրը հիմնված է եղել նրա վրա, որ ոչ բռնության ոչ մեկ եզրաքար չի կոտրել ու ոստիկանների գլխին չի տվել։ Ես 18-ի հետ չհամեմատեցի, 8-ի հետ համեմատեցի։ Դե 2008-ին էլ խաղաղ քնած ցուցարարները առհասարակ ես կարծում եմ, որ քարեր նետողներին ոչ թե Նարեկ ջան, այդ ամեն ինչը իրականացվում է կանոնակարգերի համապատասխան, այդ կանոնակարգերը կարող եք ոստիկանության հետ համաձայն անել, ճշտումներն անել, ես այդքան լավ մասնագիտորեն չեմ ճիրապետում։ Հնարավոր չէր ոստիկանների ուղղությամբ քարեր նետողներին, իսկ դա իսկապես դատապարտելի այդ բռնության այդ տեսակը կապ չունի ով է իրականացնում, հնարավոր չէր, բայց նրանց կասեցնել թույլատրելի միջոցների կիրառման, ոչ թե անթույլատրելի։ Ես չգիտեմ ճիշտն ասած թույլատրելի է թե անթույլատրելի է, որպես այդպեսին ես մենակ գիտեմ մի բան, որ այդտեղ տեղի ունեցել ընդամենը մեկ վիրավորման դեպք, երբ որ քաղաքացին ցավոք սրտի որոշել է, որ պիտի գետնին ընկած Զարյա 3-ը վերցնի ու էլի նետի ոստիկանների գլխին, բայց ձեռքի մեջ պայթել է։
Այդ մի դեպքն է եղել, որ հերո պետք է նետեր իրանից հոգեվախ։ Իրենից այդ վիդեոն էլ կա, իդեպ այդ վիդեոն էլ կա, երևում է, որ ի սկզբանե իրենից հերոյա ու ինքն է գնում, որ վերցնի, որ ինչ որ ուղղությամբ նետի ենթադրում եմ էլի ոստիկանների։ Պարոն Ալեքսանյան, Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում ասաց, որ շարունակել է մնալ ակտիվ քաղաքականության մեջ, շինքը կամ այն ուժը, որը ինքն է ղեկավարում, մասնակցել է ակտիվորեն ՏԻՄ, համապետական ընտրություններին, փողոցային պայքարին եւ իրենց օրակարգում շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հերացումը։ Մտահոգված եք։ Չէ։ Ինչի։ Դե եթե մտահոգվելու առիթ եք տեսնում Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունների մեջ, շատ լավ։ Ռոբերտ Քոչյանը, եթե ինքն իրենով մտահոգիչ կերպար լիներ նույն Գյումրիում, իր տեխնացուները չէին ամաչի իր հետ ասոցիացումից։ Ամեն կերպ չէին փորձի թաքցնել իր հետ ասոցիացումը։ Ամեն կերպ։ Ասենք իրենից չէր առանձնացնի Անդրանիկ Թևանյանին, որ իր հետ նույն անունը կրած այդ դաշինքով չմասնակցի էլի այդ ընտրություններին, այն ինչ որ առանձին բրենդ փորձ էին ստանում, որ իր հետ մաքսիմալ քիչ է ասոցիացում։ Այդ գործողություններին չէին դիմի ոչ ինքը, ոչ Սերժ Սարգսյանը։ Էս էլի դեպի պատասխան էլի այն բոլոր բաներն են, որ ասում էի, այստեղ 21 հատ կուսակցություն կա, որ ՏԻՄ իշխանություն ունի, ՏԻՄ-ում մեծամասնություն ունի կամ համայնքապետ ունի։ Դրանցից ոչ մեկ ոչ հանրապետականն է, ոչ դաշնակցությունը։ Գիտեք ինչի, որտեվ ամաչում են իրանց անուններով մասնակցեն ընտրություններին։ Ու այդ պարագայում ասել, որ մտահոգված ենք, թե չէ, ոչ մտահոգված չենք, բարով մասնակցի քաղաքական process-ներ։ Պարոն Ալեքսանյան, այսօր ազգային սպարապետի ծննդյան օրն է։ Ձեր կարծիքով հաշտ կդիներ արդյոք սպարապետը այսօր իշխանությունների հնչեցրած կարծիքների հետ, օրինակ, երբ Փաշինյանն ասում է, որ բանակը պետք չէ սրբադասել։ Այդ որտեղից վերցրեցիք այդ արտահայտությունը կներեք։ Նիկոլ Փաշինյանի Կոնտեքստը, ինչ կոնտեքստով ասել կներեք, կոնտեքստը ամբողջական պարբերությունը կասեք։ Ասեց, որ բանակը պետք է Ամբողջ պարբերությունը կասեք։ ուզում եք դնենք լսեք։ Դե ամբողջ պարբերությունը եթե գտնեք, ամբողջ պարբերությամբ ասեք, բայց եթե ինչ առհասարակ այդ արտահայտությունը ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որովհետև այդ նույն $200 զինվորների դիրք ծախողները, այդ նույն զորքերի շրջանում միտումնավոր կերպով խոճապ տարածողները հենց այդ սրբադասումից ամենաշատ օգուտ քաղողներն են եղել որպես այդպեսին, որովհետև բանակը սրբադասել դա նշանակում է բանակում արկա թերությունները չբարձրաձայնել։ Իսկ թերությունները պետք է բարձրաձայնել ու թերությունների հետևից պետք է գնալ։ Եթե թերությունների հետևից չես գնում, այդ թերությունները դառնում են արդեն ավերիչ ու կրում են ուղղակի տոտալ ավերման բնույթ իրանց էությամբ։ Ու դա դառնում է տարատեսակ, արդեն իսկ կարելի է ասել կործանարար հետևանքների պատճառ։ Շնորհակալություն։